Կան ծերացման տարբեր տեսակներ եւ կախված թե ռասայից, թե գենետիկայից, թե ավելորդ քաշի առկայությունից եւ վնասակար սովորություններից ամեն մեկից դեմքը ծերանում է եւ կախվում է տարբեր կերպով։ Կան մարդիկ, որոնք ավելի հակված են այտուցների։ Նման մարդկանց մոտ մաշկը սովորաբար ավելի հաստ է լինում։ Կան մարդիկ, ում մոտ որ հակառակը կոչվում է մկանային տիպի ծերացում եւ դեմքը ավելի կարծես թե չորանում է, կնճռոտվում է եւ դառնում է ավելի մկանային տիպի։ Այսինքն արտահայտված են լինում կախված թուլացած մկանները, բայց ավելորդ այտուցված ենթամաշկային ճարպաբջջանք չի նկատվում։ 50-ից 60-ից հետո, եթե խոսում ենք հենց դեմքի մասին, բուժառուները նկատում են դեմքի կախվածություն։ Կախվածությունը կարող է լինել ողջ դեմքի եւ պարանոցի շրջանում, կարող է լինել դեմքի ինչ-որ սպეციფიկ շրջանում ավելի արտահայտված, օրինակ կախված լինեն ավելի հոնքերը, կոպերը, կրկնակզակ կարող է առաջանալ, կախվեն այտերը, առաջանան խորը ստատիկ կնճիռներ։ Եվ այդ ժամանակ արդեն որոշ բուժառուներ սկսում են անհանգստանալ եւ մտածում են, թե ինչ կարելի անել, որպեսզի մի փոքր շտկեն եւ ինչ-որ չափով վերադարձնեն իրենց ավելի թարմ տեսքը։ Մի միջանկյալ հարց, երբ ասացիք նաև գենետիկայով պայմանավորված, այսինքն կան մաշկի տիպեր, որոնք ավելի հակված են ծերացման, ավելի հակված են, ինչպես դուք նշեցիք, այդպես կախվելու կամ գուցե այտուցվելու։ Հա, իհարկե, ծերացման process-ը ազդում է ոսկրային հյուսվածքի վրա։ Այսինքն բոլոր շերտերով մեր դեմքը ծերանում է եւ կախվում է։ Ոսկրային հյուսվածքը ավելի թուլանում է, փափկում է, տեղ-տեղ պակասում է, ինչպես նաև պակասում է դեմքի, սեփական դեմքի ենթամաշկային ճարպը, որը նույնպես շատ կարեւոր է եւ եթե նկատել եք, օրինակ երեխաների մոտ շատ արտահայտված են թուշիկները լինում։ Տարիքի հետ այդ թուշիկները ավելի փոքրանում են, ինչը խոսում է, որ սեփական ճարպը ժամանակի հետ ավելի քչանում է եւ կախվում է։ Հետաքրքիր դիտարկում էր։ Ճարպը ինքը շատ կարևոր է երիտասարդ տեսքի համար։ Ձեր նշած փոփոխություններով պայմանավորված ինչ խնդիրներ են ի հայտ գալիս եւ արդյոք կանանց եւ տղամարդկանց մոտ ծերացման այդ գործընթացը նույն կերպով է ընթանում։ Գուցե կանայք ավելի արագ են ծերանում, թե նրանք ավելի ուշադիր են այդ փոփոխությունների նկատմամբ։ Բնականաբար սերը ազդում է ծերացման տեսակի վրա, բայց հիմնականում բնականաբար դա գաղտնիք չէ, որ մեր պլաստիկ վիրաբուժների պացիենտների 80%-ը դրանք կանայք են։ Այս բոլոր խնդիրները չեն համարվում առողջական, ավելի շատ համարվում են էսթետիկ։ Եվ ես միշտ ինձ դիմող բուժառուներին նշում եմ, որ սրանք առողջական խնդիրներ չեն եւ կատարվում են միայն իրենց ցանկությամբ, իրենց ինքնագնահատականը բարձրացնելու համար, իրենց տեսքը ավելի հաճելի դարձնելու համար, հենց իրենց համար։ Կանայք ավելի հաճախ են դիմում, որովհետեւ ինչպես նշեցիք, ավելի ուշադիր են եւ ավելի դժվար են համակերպվում ծերացման հետ։ Տղամարդկանց հակառակը, նրանք երբեմն նույնիսկ ավելի առնական տեսք են ընդունում տարիքի հետ, ավելի ենթադրենք կախված կոպերը, այս վերջին հետազոտություններով ապացուցված է, որ ավելի տղամարդկային տեսք են տալիս։ Դրա համար, երբ որ ենթադրենք նույն երկու գանգատով մեզ դիմում է եւ կին եւ տղամարդ եւ եղել են այդպիսի դեպքեր, որ ամուսիններ են դիմել ու երկուսն էլ գանգատվում են կախված կոպերից, նրանց վիրահատում ենք տարբեր կերպով, այսինքն կնոջ դեպքում փորձում ենք մաքսիմալ հնարավոր ստանալ, վերացնել կախվածությունը, իսկ տղամարդու դեպքում մի փոքր շտկում կատարել, որը միշտ ավելի ճիշտ է եւ պահպանել տղամարդու հենց տղամարդկային տեսքը։ Բժիշկ, իսկ ժամանակակից բժշկությունը ինչ մեթոդներ է առաջարկում նշված բոլոր խնդիրները վերացնելու համար։ Հիմնականում եթե խոսում ենք դեմքի եւ պարանոցի կախվածության մասին, ալտերնատիվ միջոցներ հիմա շատ կան, այսինքն ապարատային տեխնոլոգիաների մասին է խոսքը, որոնցով ես ինքս չեմ զբաղվում եւ հաճախ ինքս դրանց դիմել խորհուրդ չեմ տալիս, որովհետեւ եթե կախվածությունը շատ է, ապարատային միջամտությունը գրեթե չի օգնելու։ Արդյունավետ չի լինի։ Արդյունավետ չի լինի եւ դրանք պետք է կատարել պարբերաբար, այսինքն մեկ этаպով ոչինչ չեն նկատում եւ դրանք մատչելի էլ չեն բավականին, այսինքն մի քանի անգամ կրկնելը հավասար է լինում մեկ վիրահատական, նույնիսկ ավելի երբեմն միջամտության արժեքին։ Եթե խոսքը գնում է կախվածության մասին, ապա պետք է կախվածությունը վերացնել վիրահատական եղանակով։ Թե ինչ տարբերակներ կարելի է համադրել, արդեն կախված է հենց կոնկրետ գանգատներից, կոնկրետ անհատի դեպքից։ Կախված են ավելի շատ ճակատը, հոնքերը, կոպերը։ Դա արդեն դեմքի վերին 1/3-ի մասին ենք խոսում։ Կախված է դեմքի միջին 1/3, այսինքն այտերը, քիչ շրթունքային ծալքեր են արդեն խորը ակնհայտ դառնում, թե կախված է ենթադրենք կզակը եւ արդեն առաջացել է կրկնակզակ։ Այսինքն հիմնականում այս գանգատները համատեղ են լինում։
առանձին մեկ հատվածը կախվում է շատ հազվադեպ։ Ուղղակի վիրահատվել ինչ ծավալով ընտրում ենք բուժարուի հետ, կախված նրա ֆինանսական վիճակից, նրա հոգեվիճակից, թե ինչքան երկար վերականգնողական շրջանի է նա պատրաստ դիմանալ, նրա ակտիվությունից, աշխատում է թե չի աշխատում, նրա առողջական վիճակից, որտեղ ինչքան երկար է տևում վիրահատությունը, այնքան երկար է տևում անզգայացումը, իսկ դա ուղիղ համեմատական է իր առողջական վիճակի հետ։ Իսկ քանի որ մենք գործ ունենք հիմնականում 60-ից բարձր մարդկանց հետ, նրանց մոտ հիմնականում առկա է արդեն զարգարակային գերճնշում, կանանց դեպքում արդեն առկա են պոստմենոպաուզալ սիմպտոմներ, եւ այդ ամենը կարող է ազդել թե վերականգնման վրա, թե կարող է ազդել հենց բուն վիրահատական ընթացքի վրա։ Անդրադառնանք մեթոդներին, դեմքի պարանոցի ձգման համար եւ կոպերի բլեֆարոպլաստիկայի դեպքում ինչ մեթոդներ են։ Դուք ասացիք, որ անհատական է ամեն մարդու համար։ Եթե խոսում ենք կոպերի կախվածության մասին, հիմնական լուծումը բլեֆարոպլաստիկան է, այսինքն կոպերի պլաստիկ վիրահատությունը։ Այն կարելի է համադրել թե հոնքերի ձգման հետ, թե ճակատի ձգման հետ, բայց առանձին ավելի ցածր գտնվող հատվածների ձգման հետ ես խորհուրդ եմ տալիս այն չխառնել, այսինքն եթե խոսքը գնում է կոպերի կախվածության մասին, լուծումը միանշանակ բլեֆարոպլաստիկան է։ Այն կարելի է համատեղել շատ վիրահատությունների հետ, էլի կախված է թե ինչ խնդիրներ ունի հենց տվյալ բուժարուն։ Շատ հաճախ վերին եւ ստորին բլեֆարոպլաստիկան համատեղում ենք հոնքերի ձգման հետ, քունքային ձգման միջոցով կամ ճակատային ձգման միջոցով։ Երբեմն դեմքի միջին 1/3-ի ձգման հետ, այսինքն ստորին կոպերի կտրվածքից ձգում ենք այտերի հատվածը։ Ես շատ հաճախ վիրահատության ընթացքում, երբ որ խոսքը գնում է կոպերի պլաստիկայի մասին, կիրառում եմ սեփական ճարպի ներարկումները։ Դա մի փոքր երբեմն անծանոթ է եւ տարօրինակ է հնչում որոշ մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն այս ոլորտի հետ, բայց սեփական ճարպը իրականում, ինչպես նախկինում նշեցի, տարիքի հետ քչանում է եւ որակապես ավելի վատն է դառնում։ Եվ այդ դեպքում մենք մարմնի այլ հատվածներից, որովայնից, ազրերից այդ ճարպը վերցնում ենք, մշակում ենք եւ տեղափոխում ենք դեմքի շրջան, դեմքին ծավալ հաղորդելու համար եւ նաև ճարպային բջիջներ ունեն իրենց մեջ աճի գործոն, որը որ նպաստում է նաև երիտասարդացմանը։ Ձեր ասած թուշիկներն են։ Այո, եւ թուշիկները եւ նույնիսկ վերին կոպերի փոսության դեպքում, որովհետեւ շատ պացիենտների մոտ ուղղակի ոչ թե կոպերը կախվում են, այլ հակառակը փոս են ընկնում եւ ավելի կմախքանում է դեմքը։ Այսինքն եղել են 60+ կամ չգիտեմ, մի քիչ ավելի երիտասարդ պացիենտներ, ում մոտ որ ընդհանրապես կախված մաշկ չկա, բայց կա փոս ընկած աչքեր, փոսընկած դատարկ հայացք։ Այդ դեպքում նույնպես ճարպը ներարկում ենք վերին կամ ստորին կոպերի շրջանում։ Ինչպես նաև ճարպը օգտագործում ենք դաստակների երիտասարդացման համար, որովհետև շատ հաճախ կանայք ուշադրություն են դարձնում դեմքին, մարմնին, մազերին, շուրթերին, բայց մոռանում են, որ ձեռքերը միշտ մատնում են կնոջ տարիքի մասին են խոսում։ Եվ շատ հաճախ ջլերը, երակները ավելի մակերեսային եւ արտահայտված են լինում։ Այդ ժամանակ էլի մեզ օգնում է լիպոֆիլինգը, այսինքն սեփական ճարպի ներարկումը, որը որ մենք կատարում ենք էլի տեղային ազգայացմամբ, վիրահատությունից հետո պացիենտը գնում է տուն եւ ոչ մի հետքեր կտրվածքի, ոչ մի բանի չի ունենում։